Շուրջ մեկ ամսյա մտորումներից հետո խորհրդարան անցած ընդդիմությունը որոշեց վերցնել մանդատներն ու գնալ ազգային ժողով։ Հիմնավորումները տարբեր են, բայց ամենազավեշտալին այն է, որ շարունակում են պնդել, թե ընտրությունների արդյունքները չեն ընդունում։ Թե դուք փաստորեն ընդունել եք ընտրությունների արդյունքները, որ մանդատ եք վերցնում։ Ընտրությունների արդյունքները, բայց ընտրությունների արդյունքները չընդունելը միայն փողոցով չի լինում։ Միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի խոսքերով խորհրդարան մուտք գործելն արդեն իսկ նշանակում է ընտրությունները ճանաչել լեգիտիմ։ Փաստացի հերքում է ամբողջ իրենց խոսույթը, որը վերջի ժամանակահատվածում գոյություն ուներ, իրանք տեսան, որ որևէ հետընտրական գործընթացներ կազմակերպելու հնարավորություն չունեն փողոցում, ինչպես նաև հեղափոխություն կազմակերպելու, որի մասին մեզ Ռոբերտ Քոչարյանը զգուշացնում եւ փաստացի համակերպվում են այն իրավիճակի հետ, որը գոյություն ունի եւ որը ձևավորվում է, ընդ որում դա որևէ ձև իրանց չի ազատում այն պատասխանատվությունից, որը սպասվում է այդ թվում, որովհետեւ իրանց քվեները ազգային ժողովում մասամբ առնվազն կեղծված են այն ուղղությամբ, որ իրանք ընտրակաշառք են բաժանել եւ պատասխանատվությունը այդ առումով արդեն ենթարկվում է մի մասը եւ ենթարկվելու է մնացած մասն էլ, ով հանցագործություն է գործել։ Ազգային ժողով մուտք գործելու հաջորդ պատճառաբանությունը Վրաստանի հետ համեմատությունն է առ այն, որ երբ վրացական ընդդիմությունը չվերցրեց մանդատները, իշխանության վարկանիշն ավելի բարձրացավ։ Թումասյանը հակադարձում է։ Անտրամաբանական է սա համեմատել Վրաստանի հետ, որովհետև Վրաստանում երբ ընդդիմությունը չճանաչեց ընտրությունների արդյունքները, ապա այդ ընդդիմությունը մուտք չգործեց խորհրդարան եւ միջազգային հանրությունն էլ այդ ընտրությունները լեգիտիմ չհամարեց, բայց միևնույն ժամանակ ստիպված էր աշխատել իշխանությունների հետ։ Հենց մուտք չգործելու պատճառներ նաև, որ միջազգային հանրության գնահատականը տարբերվում էր, ընդ որում ընդդիմությունը հավաքել էր 48% ձայն միասնական քվեով, իրանք փաստացի միասնական օրակարգ ունեին։ Իսկ ինչ վերաբերվում է հայկական դեպքում, ապա մենք ունենք միջազգային հանրության լիարժեք ճանաչում ընտրությունների լեգիտիմության, թափանցիկության եւ այլն, եւ զուգահեռ դրա ընդդիմությունը ուրեմն մուտք գործելով փաստացի ուղղակի լեգիտիմությունը ճանաչում է եւ դրանով ամբողջ խոսույթը ավարտվում է։ Վրաստանում հսկայական ցույցեր էին կազմակերպվում եւ մինչեւ հիմա էլ կազմակերպվում են, հետընտրական գործընթացները շարունակվում են մինչեւ հիմա։ Հայաստանում այդպես կոչված ընդդիմությունը մեկ հետընտրական ցույց կազմակերպել չկարողացավ փաստացի եւ մենք տեսանք, որ առհասարակ որևէ բողոք տեղի չունեցավ արդյունքների կապակցությամբ։ Դա շատ կարևոր արձանագրում է, որովհետև դա նշանակում է, որ հանրությունը լիարժեք ընդունեց այս արդյունքները։ Ասում են կգնանք խորհրդարան, բայց չենք մոռանա փողոցային պայքարը։ Հենց այս բովանդակության հայտարարությունների ուժի հեղինակին երեք հարցրեցինք, թե ինչու անհաշտ քաղաքացիները հիմա էլ փողոցում չեն։ Մի քիչ շատ է այդ փողոցը սիրում։ Օրինակ, ինչի համար է այդ կան ոգևորվում այդ փողոցով։ Գեորգի Թումասյանի դիտարկմամբ իրենք փողոց գեներացնել չեն կարողանա։ Իրանց հույսն է, որ իրանք կշարունակեն հորդորել Ռուսաստանին եւ դրթել, որ վատթարանա հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, այդ թվում տնտեսական ոլորտում, եւ դա օգտագործեն ինչպես միջոց, որ այսպիսի բողոքի ցույցեր կազմակերպի հենց այն մարդիկ, ով կտուժի այդ գործընթացների հետևանքում, դա է միակ իրանց հույսը։ Զուգահեռ դրա Հայաստանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է անում եւ հայ-ռուսական հարաբերություններում ստեղծվում է նոր դինամիկա եւ հուսով եմ, որ Ռուսաստանում էլ պատշաճ մարմինները պատասխանատվու ճիշտ քայլեր կձեռնարկեն, որի հետևանքով առհասարակ այդպիսի բացասական օրակարգ հայ-ռուսական հարաբերություններում չի լինի եւ դա կնշանակի, որ ընդհանրապես որևէ հետընտրական գործընթացներ, որևէ ցույցեր կազմակերպելու հնարավորություն չկա, այսինքն իրանք նորից սպասելու են ինչ-որ արտաքին շոկի, որը պետք է օգտագործեն Հայաստանում կայունությունը խախտելու նպատակով եւ համոզված եմ, որ ամեն ինչ կանենք այն նպատակով, որ այդպիսի շոկեր չլինեն։ Իսկ ինչ վերաբերվում է հենց ընդդիմության ոչ միայն եռագլուխ, այլ բազմագլուխ այդ օտար երկրյա գործակալական ցանցին, ապա բոլոր այդտեղ գործակալները, օլիգարխները պետք է իհարկե պատասխանատվության ենթարկվեն եւ ես ուրախ եմ, որ այդ գործընթացները սկսվում են եւ պետք է տրամաբանական իրավական գործընթացներով, այլ ոչ թե քաղաքական հասնեն իրանց գագաթնակետին։ Ինչ ճակատագիր է սպասվում Սամվել Կարապետյանին ում ընտանիքի անդամները, չնայած օրեր էին հաշվում, թե նա երբ կդառնա վարչապետ, այժմ ստիպված են համակերպվել ընդդիմության առաջնորդի ճակատագրի հետ։
Իսկ Հաջորդ համակերպվել եք, որ ընդդիմության առաջնորդ դարձաք վարչապետի փոխարեն, այդպես էիք ուզում։ Հիմա փաստորեն ընդդիմության առաջնորդ եք։ Ես այդպես չէի ուզում, դուք եք այդպես ուզում։ Իմ ուզելով դարձաք։ Ինձ մոտ դուք եք շատ ուզում դա։ Կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը Հայաստանը լքելու հնարավորություն չեն ունենա, Կտրիչ Ներսյանն եւ ուրեմն Սերժ Սարգսյանն են, այդ մարդիկ պետքա ենթարկվեն իրավական պատասխանատվության արդար եւ ազատ դատարանի իրավիճակում եւ պետք է ստուգվի ինչպես ընտրական գործընթացներում տեղի ունեցող բոլոր խախտումները, որ դրանց ծավալը աննախադեպ էր, ինչպես նաեւ առհասարակ իրանց գործոնեությունը, քայլերը միջև բուն խնդիրը, որովհետև այն, որ Սամվել Կարապետյանը ուղղորդված էր Հայաստան դրսից կոնկրետ օրակարգով, դա կարծում եմ որևէ կասկած դրանում չկա, որովհետև հանրային դրա ապացույցներ կան եւ ուստի պետք է տեղի ունենա իհարկե այդ առումով էլ պատկան մարմինների կողմից հետաքննում այս բոլոր հարցերի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի դեպքում իհարկե դա մարտի 1-ն է, հոկտեմբերի 27-ն է, կոռուպցիոն տարբեր դեպքերը եւ մնացած բոլորի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։